Վաշինգտոնի կոշտ զգուշացումը Բաքվին։ Այսպես են հայ փորձագետները դիվանագիտական լեզվից թարգմանում Կոնգրեսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ կոնգրեսական Քրիս Սմիթի կարճ երկխոսությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Սմիթը հիշեցրել է արցախահայերի նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած ցեղասպանական գործողությունները, կոչ արել ԱՄՆ պետքարտուղարին ամեն ինչ անել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։ Հիմա մենք փորձում ենք խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Մենք փորձում ենք կանխել զինված միջամտությունը։ Ինչ վերաբերում է բանտարկյալներին, այս հարցը եւս կարևորագույն նշանակություն ունի, որի լուծման համար մենք պատրաստվում ենք օգտագործել մեր դեսպանատունը։ Միջազգայնագետ Գևորգ Ղուկասյանը ենթադրում է, որ Վաշինգտոնը հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքները, Ալիևի հոխորտանքներն ու սպառնալիքները վերլուծելով է տարածաշրջանում ռազմական ագրեսիայի վտանգ կանխազգում։ Նախապայմանները վերաբերում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, 3 արդեն բարձրագույն մակարդակով հնչեց մեկ այլ նախապայման ըստ էության արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, եւ մի կողմից այս ամեն ինչի եւ այլ հանգամանքների վերլուծությունը ամերիկյան վարչակազմին կարող էր բերել այն եզրահանգման, որ պատերազմի ռիսկ կա եւ Ղուկասյանի պնդմամբ այս պահին Թրամփի վարչակազմը անդոր է ուզում Հարավային Կովկասում։ Թեհրանի, Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են ու Վաշինգտոնին այս տարածաշրջանում ավելորդ լարվածություն պետք չէ։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ կարող է խանգարիչ նշանակություն ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։ Ադրբեջանը Ամերիկայի համար դիտվում է տարածաշրջանում իր քաղաքականությունը խոչընդոտելու պոտենցիալ ունեցող պետություն։ Ղուկասյանը Մարկո Ռուբիոյի հատկապես մյուս հայտարարության տողատակում է նկատում Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը ադրբեջանական կառավարության նկատմամբ։ Վաշինգտոնի, ոչ թե միայն Ռուբիոյի, հաշվի առնելով, որ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք շատ դեպքերում կառավարման իդեալական մոդել չունեն, բայց մենք ստիպված ենք նրանց հետ գործ ունենալ մեր ազգային շահերի համար։ Բավական կոշտ եւ բաց տեքստով հայտարարություններ, որից կարծում եմ Բաքվում պետք է հետևություններ անեն եւ որ այս տեսակի հայտարարությունները պայմանավորվել է Բաքվի ագրեսիվ քաղաքական վարքի հետևանքով։ Այն, որ այս փուլում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, արտահայտվում է նաև Ալիևի վերջին հարցազրույցներում։ Նա բավականին կոշտ է արտահայտվում ամերիկյան վարչակազմի, կոնգրեսի, գործադիր իշխանության մասին այն պատճառով, որ մինչև հիմա չի ստորագրվել Ադրբեջանին զենքի վաճառք նախատեսող 907-րդ ակտը։ Խոսում էր 907-րդ բանաձևից, որ Բայդենը վերջին 2 տարիներին այդ խուսանավման ակտը չի ստորագրվել ուժի մեջ եւ ակնկալում էր, որ Թրամփը կստորագրի խուսանավման ակտը, որը բարեբախտաբար դեռևս չի արել։ Ապրիլի վերջն էր ստորագրման վերջնաժամկետը։ Եթե Վաշինգտոնը մտադրություն ունենար ստորագրելու, ստորագրած կլիներ արդեն։ Իդեպ Ղուկասյանի տեղեկությամբ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին այդ ակտը Վաշինգտոնը չի ստորագրել նաև հենց Մարկո Ռուբիոյի ջանքերով։ Այսինքն նա սենատոր եղած ժամանակ գոնե մի գործիչ էր, ով միանշանակ այն դիրքորոշում ուներ եւ գործուն քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը խուսանավման ակտ կոչվածը չստորագրի եւ 907-րդ բանաձևը մնա ուժի մեջ, ինչի պայմաններում Ադրբեջանը զրկվում էր ամերիկյան ռազմական եւ առհասարակ ամերիկյան օժանդակությունից։ Հիմա Հայդատը Ղուկասյանի խոսքով ջանք չի խնայում, որ փաստաթուղթը չստորագրվի, որ Ադրբեջանը չստանա ռազմական օգնություն Միացյալ Նահանգներից։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։